Ես վստահում եմ բոլոր երկրներին։ Սրբազան, ի վերջո Նիկոլ Փաշինյանը փորձեր արել 2018 թվականին նաև կաթողիկոսին հեռացնելու, մենք հիշում ենք հանրահայտ դեպքերը։ Ինչու այդպես դադար եղավ ու ինչու հենց հիմա սկսեց, բացատրությունը որն է ձեր կարծիքով։ Շատ են խոսել այդ մասին, հավանականության տեսությունների եւ այլն, բայց նաեւ կա ժամանակագրություն։ Շատ բարձ ժամանակագրություն։ Ես դեռ 2.5-3 տարի առաջ ասել եմ այս մասը, ասեմ Արցախը կում տվեց ինձ, հաջող թիրախ եկեղեցին եւ ընդհանրապես երբ ինձ հարցել են միշտ եկեղեցին ինչու այս չան, ինչու այն չան, ինչու այսպես չի վարվում, ինչու այս ասում եմ եկեղեցին վերջին խրամատն է, ժողովուրդ, այն վերջին կետն է, որ եթե մենք զիջեցին, գնաց, վերջացավ ամեն ինչ, մոռացեք, որ մենք թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր ունենանք։ Եվ դա են իրականացնում։ Շատ պարզ է, շատ մեղմ համընկումներ են, այսպես միամիտ պատահական ամեն ինչը ի դեպ։ Փաշազադը մի կողմից է խոսում, Փաշինյանը մի կողմից է խոսում, Փաշերով։ Այն մյուսը մի կողմից է խոսում, Փաշազադեն իր հայտարարություններից առաջ օրինակ խոսում է մշակութային ժառանգության եւ այլն, եկեղեցու սպառնալիքները։ Հայաստանից արձագանքել են որևէ ձև։ Ասենք օրինակ մարդու իրավունքի պաշտպանի մակարդակով արձագանքել են։ Այո, արձագանքել են։ Ինչ են ասում։ Պատերազմի լինելու խաղաղություն եւ գնալիան խաղաղության օրակարգ։ Այո, դա բանի պես այսպես վանդակի մեջ մտած թութակի պես խոսում են, ինչ կապ ունի դա։ Կներես սրանք են։ Ուրեմն իմ ասելիքը հետևյալն է։ Այս մարդիկ ամեն իմաստով ուղղակիորեն ապրում են, գործում են, խաղում են թրքական, ադրբեջանական հյուրասիրության ներքո։